Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդը թթվասեր արտադրողը իր աշխատողներին պետք է վճարի աշխատավարձ։ Բնականաբար այդ աշխատավարձը այդ 400 դրամներից է գոյանում, բայց որի արդյունքում պետք է աշխատողների փոխարեն վճարի 20% եկամտային հարկ եւ սոցիալական վճար։ Եկամտային հարկը մեր պետական բյուջեի եկամտային կարևոր տողերից մեկն է, բայց նաև ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ մենք եկամտային հարկի վերադարձի համակարգ ունենք եւ 2018 թվականից մինչեւ այսօր 64000 ավելի քան 64000 բնակարաններ են վաճառվել, գործարք է ներողություն 64000 շահառուներ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար ստացել են տասնյակ միլիարդ դրամների եկամտային հարկ են վերադարձվել նրանց 2024 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, 70 միլիարդ դրամի կարգի գումար ենք մենք վերադարձրել, կամ 70, այս տարի կհասնենք 100 միլիարդի։ Հաջորդը թթվասեր արտադրողը տարվա ընթացքում իր գործունեության արդյունքում ունեցած շահույթի դիմաց պետք է վճարի շահութահարկ։ Ներմուծման պարագայում, որովհետև կոմպոնենտներ են ներմուծում, նաև կարող են հումք ներմուծել, պետք է վճարի նաև մաքսատուրք։ Եթե արտադրողը արտադրում է, ասենք, ոչ թե թթվասեր, այլ օղի, պետք է վճարի նաև ակցիզային հարկ։ Ահա, հարգելի գործընկերներ, պետական բյուջեն նոր տարվա գիշերից լինելով 0 սենց է ձևավորվում։ Այսինքն մեր բոլորի կենսագործունեության արդյունքում, մեր բոլորի աշխատանքի արդյունքում։ Եվ հետևաբար շատ է բյուջեն, թե քիչ, ըստ էության արտահայտում է այն, թե մենք ինչպես ինչ արդյունավետությամբ եւ ինչքան ենք աշխատել բոլորով, բացարձակապես բոլորով, կառավարություն, քաղաքացիներ, խորհրդան բոլորով, պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը եւ արդյունքն է։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, բայց պետական բյուջեով այդ թվում ապահովում են բոլորի կարիքները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բազմաթիվ կարիքներ ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ընդ որում, ես էլի ուզում եմ վերադառնալ իմ այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ ընտանիք ինքը իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, քան դա անում է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենան, Հայաստանի Հանրապետության, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չի, անհնար է, բաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենալու դեպքում որևէ քաղաքացու բարեկեցությունը ուղղակի անհնար է։ Ես ուզում եմ դրա համար բերել իմ սիրած մի օրինակ։ Ասենք մարդ կարող է ասի, բայց ինչ կապ ունի ինձ հետ պետական իմ բարեկեցության հետ, ինչ կապ ունի պետական բյուջեի ծախսային հոդվածը։ Ես շատ փող ունեմ, ինձ համար դղյակ եմ կառուցում, աննկարագրելի դղյակ եմ կառուցում, հրաշք։ Հիմա կարող է լինել այսպիսի դեպք, այո, կարող է լինել, բայց կարող է կառուցել այդ քաղաքացին։ Կարող է կառուցել, տեսականորեն կարող է կառուցել, բայց քաղաքացին կարա այդ 1000 ներողություն այս կոմունալ մանրամասների համար, այդ դղյակը կառուցած քաղաքացին կարա այդ դղյակում բարեկեցիկ ապրի։ Բացառվում կարա բարեկեցիկ ապրի, եթե չլինի կոյուղի օրինը։
Բացառված է։ Ոնց կարա դղյակ, որը չունի կոյուղի, կարա բարեկեցիկ լինի, բացառված է։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարարում, կարա այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրի, բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարող է քաղաքացին այդտեղ ապրի բարեկեցիկ։ Դե տեսա տպասերին էլ կան, չի կարող։ Հիմա եթե ենթադրենք, որ մարդ այնքան բարեկեցիկ է, որ իր համար կոյուղի էլ է կառուցում, բան էլ է կառուցում, ջրամատակարարում էլ ավտոնոմ, էլեկտրականություն էլ ապահովում ինքը իր համար, շատ լավ, եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել։ Շատ լավ, ենթադրենք, եթե քարավաններով էր ուզում բերի շինանյութը, այդ բարեկեցիկ մարդը, եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները 5 րոպեում հենց կթալանեն, որ մեծ տորը կմնա ուխտի ականջը քարավան, եթե իհարկե քարավանը ուխտից է, եթե ձիերից եւ ջորիներից է, կմնա ձիերի եւ ջորիների ականջը մեծ կտորը։ Ուրիշ բան, այդ քաղաքացին կարող է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի, որ այդ քաղաքացին իր չնաշխարհիկ դղյակը կառուցելիս կամ զբոսնելիս ընկավ ոտը ջարդեց, 103 զանգելու է, թե չի զանգելու։ Իսկ եթե պարզվի, որ հեռախոս չկա, որ զանգելու է, իսկ եթե պարզվի, որ 103 ավտոմեքենա չունի, իսկ եթե պարզվի, որ 103-ում աշխատող բժիշկ չկա, իսկ եթե պարզվի, որ 103-ում չկան անհրաժեշտ սարքեր եւ սարքավորումներ, հաջորդ այդ դղյակում կարող է մարդը բարեկեցիկ ապրել, եթե հասանելի հեռավորության վրա չլինի դպրոց, օրինակ։ Ինքը կարող է իր երեխաների համար լուսնից դասախոսներ բերել, բայց բժիշկը, որ պետքա գա իր ոտը բուժելու, ինքը որտեղ պիտի սովորեր։ Մինչև բժշկական համալսարան։ Հարգելի գործընկերներ, սա ցույց եմ ասում եմ, որովհետև ես հիշում եմ նախորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ես այս արտահայտությունը արեցի, ինչ որ տեղ իմպրովիզով արեցի այդ նախադասությունը, ես էլ ասեցի ու մի պա կանգ առա, եւ այս մի տարվա ընթացքում այդ մտածումներն ու քննարկումները այնքան են ամրապնդել այս թեզը, որ այս թեզը կասկածի տակ չի։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու, հիմա երկրորդ հայտարարությունն եմ արում, որը էլի եմ թերևս արել, որևէ քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան է պետական եւ համայնքային բյուջեն իր բարեկեցության վրա ծախսում։ Դղյակի օրինակով ես ցույց տվի, մարդը ինքը իր բարեկեցության վրա միլիոն էլ ծախսի, եթե պետական եւ համայնքային բյուջեն չի ծախսում, եւ պետական եւ համայնքային բյուջեն ծախսում է միշտ ավելի շատ, որովհետեւ այն ինչով կարելի է մի հատ դղյակ կառուցել, դրանով հնարավոր է կառուցել օրինակ 1 կիլոմետր ճանապարհ ընդամենը, կամ չգիտեմ, գների հաշվարկի մեջ կարող եմ մի քիչ խառնեմ, թող լինի 2, թող լինի 3։ Եվ սա ես ինչի համար եմ ասում, որ ի վերջո մեր պետության երկարատև զարգացման եւ մեր երկրի անվտանգության բարեկեցության համար չափազանց կարեւոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի։ Առաջինը, որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի կատարած աշխատանքի արդյունքում, եւ երկրորդը, որ պետական բյուջենը, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն։ Բավարար չի անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով
1000 ներողություն գիտեն, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են։ Ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Դրա համար մեր բյուջեն այնպեսին չի, որ ապահովի։ Ընդ որում միայն աշխատողի մասին չի խոսքը։ Միայն աշխատողի մասին չի խոսքը։ Խոսքը նաև գործազուրկի մասին, որը պետական բյուջեի համալրման ճանապարհին ունի շատ կոնկրետ գործառույթ։ Մյուսներից հետ նման, որովհետև առնվազն նույնիսկ գործազուրկը մտնում է խանութ եւ թթվասեր առնում է, չէ՞։ Լավ թթվասեր չի առնում, հաց առնում է, չէ՞։ ՀԴՄ վերցնում է, թե չի վերցնում։ Էլի եմ ասում, բազմաթիվ բարեխիղճ տնտեսվարողներ անկախ նրանից կպահանջեն թե չեն պահանջի, այդ ՀԴՄ-ն դուրս են գրում։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նման մարդկանց, բայց ես խոսում եմ քաղաքացու իրավիճակի ընկալման եւ վերաբերմունքի մասին։